Շնորհակալություն պարոն Մկրտչյան, դեք հացես ինչում ներկայանում դուք նշեցիք, որ գողությունների քանակը նվազել է, հասնելով 15.9%, ճիշտ եմ չէ՞։ Գողությունների մասնաբաժինը ընդհանուր հանցագործությունների կազմում։ Հա, այսինքն կոնկրետ գողության մասին է իմ խոսքը, սակայն ես ուզում եմ դուք նաև եթե ունեք ձեզ մոտ բացահայտելիությունը հենց գողությունների ընդհանուր հանցագործությունների մեջ բացահայտելիությունը որքան է, որովհետև մեր շրջապատում մարդկանց դիտարկելով, այսինքն բողոքները եւ տարբեր տեսակի հարցերը, մարդիկ ասում են, որ հիմնականում չեն դիմում ոստիկանություն նմանատիպ գողությունների համար, որովհետև բացահայտելիություն չկա, ոչինչ չի փոխվում եւ կարող է եւ գողությունների քանակը նվազել է նաեւ այն պատճառով, որ մարդիկ չեն դիմում ոստիկանություն, որտեղ բողոքներ շատ կան, որ իրենց բողոքները արձագանք չեն գտնում եւ նույն ձևով ենթադրյալ հանցագործներն այսպես ասած շարունակում են իրենց գործունեությունը։ Դուք այդ մասով ունեք հետազոտություն կամ որևէ քննարկում ունեցել եք։ Շնորհակալություն հարցի համար, այն դեպքերում, երբ որ քաղաքացիները չեն դիմում ոստիկանություն առհասարակ, այդ դեպքերը ընդհանրապես գրանցումից դուրս են մնում եւ բացահայտման տոկոսում էլ բնականաբար չեն հաշվարկվում։ Այո, շատ դեպքերում տուժած անձիկ համաձայնության են գալիս գողություն կատարած անձի հետ հայտնի տելեգրամյան ալիքներով, որպեսզի շատ արագ վերադարձնեն իրենց պետհամարանիշը կամ գումարի դիմաց, որը ըստ էության շորտման դեպք է արդեն որտեղ գողության, բայց այդ դեպքերը դուրս են մնում հաշվառումից, ընդհանուր առմամբ մենք այս բանին որպես մեղադրանք առաջադրած գողությունների համար 25 թվականի 4 ամիսների դրությամբ 6.5% ունենք, որ մեղադրանք առաջադրվե, որ անձը հայտնի է եղել մեր օպերատիվ, սենց ասած ամփոփագրերով մեզ հայտնի է 27.2%-ն է բացահայտված։ Եվ մենք կարծում ենք, որ նախագծի ընդունումը էականորեն կնպաստի այս վիճակագրական վատ պատկերին, քանի որ հայտնաբերված անձանց նկատմամբ առավել խիստ խափանման միջոցներ կունենանք եւ ըստ էության կկրճատենք դեպքերը, բնականաբար դրանով ընդհանուր այս հանցագործության վիճակագրության ֆոնը կբարելավվի։ Իհարկե սա միայն այս գործիքակազմով մենք չենք փորձում այս հանցավորության կանխարգելումը իրականացնել, դրան զուգահեռ նաև տարբեր միջոցառումներ են կազմակերպվում ուժեղացված ծառայությունների տեսքով եւ նաև պարոն Վարդանյանի հետ ունենք նախնական քննարկումներ, այսպես ասած այդ գողությունների մոտիվացիան կանխելու կամ զսպելու առումով, այսինքն այդ հանցագործությունները գրավիչ չդարձնելու առումով։ Շնորհակալ եմ պարոն Մկրտչյան, իրականում խափանման միջոցը եթե խիստ լինի, ես կարծում եմ էականորեն ինչ-որ բան կփոխվի, որովհետև կոնկրետ հանցագործություն կատարած, գողություն կատարած անձը չի կալանավորվում եւ շարունակում է իր գործունեությունը ծավալել եւ բողոք ներկայացած մարդիկ տեսնում են, որ այդ նույն մարդը, որը իրենց թալանել էր, հիմա այդպես ազատության մեջ պտտվում է եւ շարունակում է եւ այդպես շատ դեպքեր կան եւ գուցե բողոքները հենց դրանից են եւ այն բողոքները, որոնք չեն հասնում ձեզ մոտ, նաեւ դրանից են ասում են դե միևնույնն է, բան չէ, այդ մարդիկ անպատիժ շարունակում են իրենց գործունեությունը։ Երևի մի 3-4 ամիս հետո կարելի է արդեն այս օրենքի ընդունումից եւ գործումից հետո կատարել վերլուծություն եւ հասկանալ թե որքանով է ազդում, սակայն շարունակում եմ նաեւ պնդել, որ ոստիկանության աշխատանքն էլ պիտի շատ բարեխիղճ լինի, որպեսզի այս օրենքի ընդունումը ինքնանպատակ չլինի, այսինքն ոստիկանությունն էլ շարունակի ավելի լավ աշխատել, որպեսզի այս գողությունների բացահայտումները տեղի ունենան եւ մարդկանց վստահությունն էլ վերականգնվի, որ այն մի փոքրիկ գողությունն էլ արդեն պիտի իր պատիժը կրի։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Տեսեք։ Ավայ, Տիկին Ղազարյան, խնդրեմ։
Կալեմ միանշանակ է, որ տարածվածությունը շատացել է եւ այս նախագիծը շատ էսպես ժամանակին համահունչ է եւ անհրաժեշտ, բայց այստեղ դուք ձեր խոսքում էլ նշեցիք հիմնավորման մեջ էլ մի դրվագ կա, որին ուզում եմ անպայման անդրադառնալ, դուք նշեցիք, որ ոչ մեծ ծանրության դեպքում հազվադեպ է դատարանը կալանքը որպես խափանման միջոց կիրառում, բայց երբ որ դառնա միջին ծանրության, այդ դեպքում դատարանը ավելի հաճախ կալանքը որպես խափանման միջոց կկիրառի, այս ձեր պնդումը ինչ հիմնավորում ունի, ինչով է պայմանավորված, որտեղ եթե դատարանը տեսնի, որ տվյալ անձը հակված է այդ հանցագործությունը հաճախ կատարելու, կարծում եմ անկախ հանգամանքից ոչ մեծ ծանրությանը, թե միջին ծանրությանը, ինքը կալանքը կկիրառի ամեն դեպքում։ Այս մասը ոնց է։ Ըստ էության եւ դատարանների եւ քննչական ապարատի միջնորդություններին էլ վերաբերվում, շատ դեպքերում մենք չենք էլ ունենում միջնորդություններ, բայց մենք նաեւ պրակտիկայում տեսնում ենք, որ միջին ծանրության հանցագործությունների դեպքում առավել խիստ են այս մոտեցումները եւ օրինակ այն դեպքերում, երբ որ մենք ունենք գողության առաջին մասով կատարված հանցագործություն, որը նաև համակցվում է մեկ այլ միջին ծանրության հանցագործությամբ, այս դեպքում ավելի հաճախ են լինում կալանքները, հատկապես բազմադրվակ դեպքերի դեպքում ես այդ վիճակագրությունը ինձ մոտ ունեմ, կարող եմ ցույց տալ, թե երբ որ մենք ունենում ենք միջին ծանրություն, ապա խափանման միջոց ըստ էության ընտրվում է բավականին խիստ, իսկ երբ որ չենք ունենում մենք մաքուր առաջին մաս, ընդհանրապես այստեղ մեր մոտ զրոյական վիճակ է, շնորհակալ եմ։ Արձագանքում եք։ Թեթև ուղղակի ուզում եմ ասեմ, գուցե նաև վարչական հսկողությունը ավելի մեծացնենք այս դեպքում, ավելի արդյունավետ աշխատի, սա զուտ իմ կարծիքն է։ Շատ լավ։ Այլ հարցեր հիմնական զեկուցողին։ Եթե չկան, պարոն Մկրտչյան, ես մի փոքր տարակուսած եմ։ Տեսեք, եթե մենք խստացնում ենք պատասխանատվությունը, նշանակում է, որ առկա պատասխանատվությունը չի բավարարում այն քրեական նպատակները, որոնք օրենսդիրը դրել է իր առջև։ Բայց խափանման միջոցը պատասխանատվության հետ ուղղակի առնչություն չունի։ Եվ կներեք էլի ամենայն հարգանքով այս մոտեցումը, որ մենք ասում ենք, այ սենց անենք, այս պարագայում կալանքը կիրառվի, ես համաձայն եմ ձեզ հետ պրագմատիկ տեսանկյունից, որ եթե կալանք ես կիրառում եւ անձեն զրկում ես այդ գողությունը որպես արհեստ օգտագործած նվազում կարող ենք ունենալ, բայց ըստ էության կալանքը չի մեր նպատակը։ Մենք բավականին երկար, բավականին բարդ քննարկումներ ենք ունեցել քննչական մարմինների, դատախազական մարմինների հետ։ Մի փոքր այս առումով իմ կարծիքով հիմնավորումները, որ այս պարագայում կալանքները ավելի շատ կտան, դա լավ հիմնավորում չի։ Ամենայն հարգանքով։ Ես խնդրեի, որ մի քիչ ավելի մանրամասն մեզ տեղեկացնեք սրա վերաբերյալ, մենք հասկանանք այս մեսեջը որտեղից է գալիս, էլի։ Թեև, ասեմ, պրագմատիկ տեսանկյունից, գործնական տեսանկյունից, իհարկե, եթե մարդը օգտագործում է գողությունը որպես արհեստ, եւ մենք թույլ ենք տալիս ըստ էության կալանք խափան միջոց կիրառելու հիմքերից մեկն էլ այլ հանցագործությունների կանխումն է, որը կարող կիրառ, բայց կներեք էլի առաջին մասում լինի, երկրորդ մասում լինի, թե մարդը օգտագործում է դա որպես արհեստ, դատարանը տեսականորեն պետք է կիրառի կալանք։ Հիմա սա առաջի հարցն է։ Երկրորդ հարցը, այս հարցը մեր աշխատանքային քննարկման ժամանակ էլ եմ տվել։ Տեսեք, մենք ունենք նաև երկրորդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետ, որը ըստ էության վերաբերում է տեխնիկական միջոցի կամ հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով կատարել հափշտակությունը։ Հիմա տեսեք, տրանսպորտային միջոցի բաղադրիչ մասը միանշանակ անհրաժեշտ է կամ ավտոմեքենայի պաշտպանության կամ պահպանության համար, կամ սարքը եւ սարքավորումը, որը օգտագործվում է ավտոմեքենայի մեջ, եւս դրա բաղկացուցիչ մասն է, առանց որի ավտոմեքենան պարզապես սպասարկում տեղզնում չի կարող անցնի։ Հիմա եթե մենք ըստ էության սա նախատեսում ենք, մի հատ էլ ասում ենք, եթե չկա երրորդ մասով նախատեսված հանցանքի հատկանիշները, ուզում եմ մի քանի դրվագ էլի վերլուծենք։ Լինում են դեպքեր, եւ ավտոմեքենայից ինչ որ գողություն է կատարվում, պարզապես դատարկ ձեռներով։ Մենք ըստ էության ֆիքսում ենք հետեւյալը, որ այս երկու մեկ կետը մենք նախատեսում ենք պարզապես դատարկ ձեռներով ավտոմեքենայի վրայից ինչ որ սարքավորում տանելու, որտեվ ինչքանով ինձ չի դավաճանում իմ հիշողությունը, եթե ես օգտագործեցի ցանկացած առարկա, որպեսզի ջրեմ հայլին,
Tandem կամ չգիտեմ ավտոհամարանիշը ռեյս անեմ, սա արդեն երկրորդ հոդվածի երկրորդ մասի 2.1 կետի տակ չի ընկնում, այլ ընկնում է 3-րդ կետի տակ։ Այո, պարոն Վարդանյան, ճիշտ եք այդ հասկացել, ըստ էության, այո, մասնավորապես պետհամարանիշների դեպքում դա ձեռքով է հանվում, հայլիների դեպքում էլ շատ ժամանակ դա ձեռքով ուղղակի կոտրվում եւ հանվում է, եւ այլ պահեստամասեր ունենք, բաղկացուցիչ մասեր ունենք, նշաններ է, տրանսպորտային միջոցները, որոնք շատ հեշտ ուղղակի կոտրելու միջոցով ուղղակի վրայից հանվում են։ Երրորդ մասը դա տեխնիկական միջոցի հատուկ հարմարեցված սարքավորումներով ըստ էության արդեն խոսքը գնում է, որ մեքենան կոտրվում է եւ ներխուժվում է ներս, բնականաբար արդեն ներսից տարբեր առարկաներ են գողացվում։ Առաջի հարցը ես սկզբում երկրորդ մասով կալանքներին ներկայացրեցի եւ իսկ առաջի մասը ըստ էության տեսեք, եթե մենք հանցագործության տեսակը ըստ էության ոչ ծանր ենք դիտարկում, բայց ինչ որ մի պայից սկսած հանցագործության տարածվածությունն է ըստ էության եւ դրա անհանգստությունը հանրությանը ձևավորվում է իր համար ավելի վտանգավոր աստիճան։ Եվ եթե մենք օրինակ գողություններով 2020 թվականից որպես հանցավորության ընդհանուր մասնաբաժնում ունենք նվազում, իսկ տրանսպորտային միջոցներից կատարված գողություններով ունենք կայուն վիճակ, այսինքն 24%-ն կազմում գողությունների, ավտոտրանսպորտային միջոցների, ըստ էության մենք տարածվածությունը դիտարկում ենք որպես ծանրացնող հանգամանք եւ հավասարապես տրանսպորտային միջոցից կատարված գողությունը եւ առաջին մասում նախատեսված այլ գողությունները չեն կարող միևնույն ծանրության գնահատմանը արժանացնել, դրա համար դիտարկելով որպես ավելի ծանր հանցագործություն եւ ավելի բարձր սանկցիաներ նախատեսող արարք, ըստ էության նաև դրա համար բարձրացնում ենք ծանրությունը։ Մենք որպես ծանրացնող հանգամանք, որպես վտանգավորության աստիճան դիտարկում ենք այդ հանցագործության տարածվածությունը։ Շատ բարի, այդուհանդերձ, էլի, եկեք արձանագրենք, էլի, առաջին մասը ըստ էության եւս նախատեսում էր կարճաժամկետ ազատազրկում կամ ազատազրկում մինչև 2 տարի ժամկետով։ Սա այն հիմքերից մեկն է, որը տալիս է խափանման միջոց կիրառելու, այս թվում ազատություն զրկելու հետ կապված խափանման միջոց կիրառելու համար հիմք։ Հիմա մենք ըստ էության ասում ենք, որ ձեռքով որոշ սարքավորումներ ավտոմեքենայի վրա, պարզապես դատարկ ձեռներով որոշ սարքավորումներ հանելը դիտարկում ենք որպես ծանրացնող հանգամանք։ Ճիշտ եմ ընկալում եւ այդ ավտոհամարանիշները։ Այո։ Հիմա տեսեք, սա արձագանքի տեսքով հետեւյալն ասեմ։ Մենք բոլորս հիշում ենք, որ բավականին տարածված պրակտիկա էր, լավ պետ, ասենց ասեմ, էլի չգիտեմ, ճակերտավոր գոլդ համարվող ավտո համարանիշերը ապշտակելը այնուհետև ինչ-որ տելեգրամային ալիքի վրա հաղում տալը, որի վրա հետո փոխանցվեր գումար, համարները կվերադարձվեն, հակառակ դեպքում համարը չէր, ենթակա չէր պահպանման։ Մենք դրա հենքը տնտեսական կտրեցինք։ Մենք